Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Հյուրերը լսել են հուշահամալիրի կառուցման պատմությունը, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ խոնարել անմար կրակի մոտ և 1 րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը։ Այցի ավարտին Միացյալ Նահանգների փոխնախագահը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագային, գրել է Վենսը։ Շնորհակալություն հայտնելով այցի համար թանգարանի տնօրենը ամերիկացի պաշտոնյային է փոխանցել Հայոց ցեղասպանության և Արցախի հիմնախնդրի մասին գրքեր։ Առանձնազրույցից ու օնլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի վարչապետն ու Միացյալ Նահանգների փոխնախագահը ստորագրել են միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման համագործակցության հուշագիր։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ու Ջեյ Դի Վենսը հանդես են եկել հայտարարություններով։ Վենսի խոսքով գործարքի իրականացման առաջին փուլում 5 միլիարդ դոլարի սկզբնական ամերիկյան արտահանում կլինի դեպի Հայաստան, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով։ Ըստ Միացյալ Նահանգների փոխնախագահի, սա նշանակում է, որ փոքր մոդուլային ռեակտորներ և ամերիկյան տեխնոլոգիաներ կգան մեր երկիր։ Վենսը նաև հավելել է, որ 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք են հաստատել Հայաստանի համար։ Փաշինյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանն արդեն Միացյալ Նահանգներից ձեռք է բերել ԱԹՍ-ներ, որոնք նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Շարունակենք, երկար սպասված նորություն, Հայաստանում արդեն կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը, մոնետիզացիան։ YouTube-ի հայտարարությունում ասված է, որ այսուհետև Հայաստանում ստեղծագործողները կարող են դրամայնացնել իրենց կոնտենտը և դառնալ ավելի քան 3 միլիոն մարդուց բաղկացած հանրության մի մասը, որոնք իրենց հոբին վերածել են բիզնեսի հենց իրենց կայքում։ Երևույթը կարևոր քայլ է համարել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նա վստահեցրել է, թե պատրաստ են խորացնել համագործակցությունը YouTube-ի և տեխնոլոգիական համայնքի ավելի լայն շրջանակի հետ։ Միս աշխարհ միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Մոնիկա Հարությունյանը։ Նա Հայաստանի գեղեցկուհի 2026 ազգային գեղեցկության մրցույթի հաղթողն է։ Մոնիկան ծնվել և մեծացել է Պրահայում։ Պրոֆեսիոնալ մարզիկ է, Չեխիայի գեղասահքի եռակի չեմպիոն և Չեխիայի ազգային հավաքականի կազմում գեղասահքի աշխարհի առաջնության կրկնակի մասնակից։ Սպորտին զուգահեռ Մոնիկան նաև ատամնաբույժ է։ 2020-ի պատերազմից հետո որպես կամավոր Չեխիայում մասնակցել է հաշմանդամություն ստացած հայ զինվորների պրոթեզավորման աշխատանքներին, աջակցելով նրանց։ Նա զբաղվում է նաև բարեգործությամբ, օգնելով քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Եվ վերջում օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։ Եվ այսպես հանրապետության տարածքում փետրվարի 11-ից 14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով, սպասվում է նաև բուք ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-ից 8 աստիճանով, փետրվարի 12-ից 14-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Այսքանը, կհանդիպենք ժամը 17-ին։